Գործք առաքելոց 14-րդ գլուխ։ Իկոնիոնում Պողոսն ու Բարնաբասը միասին էին մտնում հրեաների ժողովարանը և նույն ձևով խոսում, այնպես որ թե հրեաների և թե հեթանոսների մի մեծ բազմություն հավատաց։ Բայց չհավատացող հրեաները հեթանոսների մտքերը ևս չարացրին եղբայրների դեմ։ Նրանք երկար ժամանակ շրջում էին ու համարձակ խոսում, և Տերը վկայում էր իր շնորհի խոսքի մասին, թույլ տալով, որ նրանց ձեռքով նշաններ և հրաշքներ լինեն։ Եվ քաղաքի մեծ մասի մեջ պառակտում առաջ եկավ, ոմանք հրեաների կողմն էին, ոմանք առաքյալների։ Երբ հեթանոսներն ու հրեաներն իրենց իշխանավորներով նրանց անարգելու և քարկոծելու դիմեցին, նրանց լուր տրվեց, և փախան Լիկայոնացիների Լյուստրա և Դերբե քաղաքներն ու շրջակա գավառը, և այնտեղ էին ավետարանում։ Եվ Լյուստրայում մի մարդ կար նստած, ոտքից տկար, ի ծնե կաղ, որը երբևէ չէր քայլել։ Նա լսեց Պողոսի խոսքերը, որը նրան նայելով և տեսնելով, որ հավատ ունի փրկվելու, բարձրաձայն ասաց. «Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով քեզ եմ ասում, ուղիղ կանգնիր քո ոտքերի վրա»։ Նա վերցատկեց ու վազվզում էր։ Ժողովրդի բազմությունը տեսնելով Պողոսի արածը, իր ձայնը բարձրացրեց և լիկայոներեն ասաց. «Մարդկանց կերպարանքով աստվածներ իջան մեզ մոտ»։ Եվ Բարնաբասին Դիոս էին կոչում, իսկ Պողոսին Հերմես, քանի որ նա էր խոսքն առաջնորդողը։ Իսկ քաղաքի մուտքին կանգնած Դիոսի քուրմը, ցուլեր և պսակներ հասցնելով դռան մոտ, կամենում էր նրանց զոհ մատուցել բազմության հետ։ Բայց Բարնաբաս և Պողոս առաքյալները, երբ այդ լսեցին, իրենց զգեստները պատառուտելով, ամբոխի միջից դուրս վազեցին, աղաղակում էին և ասում. «Ով մարդիկ, այդ ինչ եք անում։ Մենք էլ ձեզ նման պահանջմունքներով մարդիկ ենք, որ ձեզ ավետարանում ենք, որպեսզի այդպիսի ունայնություններից դառնաք դեպի կենդանի Աստվածը, որն ստեղծեց երկինքը և երկիրը, ծովը և այն ամենը, ինչ կա նրանց մեջ։ Նա անցյալում բոլոր հեթանոս ազգերին թույլ տվեց, որ գնան իրենց ճանապարհներով։ Եվ սակայն նա իրեն առանց վկայության չթողեց, այլ իր բարերարությամբ երկնքից ձեզ անձրևներ տվեց ու պտղաբեր եղանակներ, լիացնելով ձեզ կերակուրներով, իսկ ձեր սրտերը ուրախությամբ»։ Եվ այս ասելով հազիվ հանդարտեցրին ժողովրդի բազմությունը, որ իրենց զոհ չմատուցեն, այլ յուրաքանչյուրը գնա իր տեղը։ Եվ մինչ նրանք շրջում և ուսուցանում էին, Անտիոքից և Իկոնիոնից եկան հասան հրեաներ, որոնք Պողոսի և Բարնաբասի հետ համարձակությամբ վիճելով խաբեցին ժողովրդին, որ հեռու մնան նրանցից, քանի որ ոչ մի ճշմարիտ բան չեն ասում, այլ ամեն ինչ ստում են։ Եվ Պողոսին քարկոծելով քարշ տվեցին քաղաքից դուրս ու նրան մեռած էին համարում։ Եվ երբ աշակերտները նրան շրջապատեցին, վեր կացավ և քաղաք մտավ, ու հաջորդ օրն իսկ Բարնաբասի հետ ելավ գնաց Դերբե։ Այդ քաղաքում ավետարանելուց և շատերին աշակերտ դարձնելուց հետո վերադարձան Լյուստրա, Իկոնիոն և Անտիոք, աշակերտածների սրտերը ամրացնելով և հորդորելով, որ հաստատուն մնան հավատի մեջ, և ասում էին. «Բազում նեղություններ կրելով մենք պետք է մտնենք Աստծու արքայությունը»։ Նրանց համար ըստ յուրաքանչյուր եկեղեցու երեցներ ձեռնադրեցին։ Պահեցողությամբ հանդերձ աղոթք անելով նրանց հանձնեցին Տիրոջը, որին հավատացել էին։ Այնուհետև Պիսիդիայով մեկ շրջելով եկան Պամփյուլիա։ Պերգեում ևս Տիրոջ խոսքը քարոզելուց հետո իջան Ատտալիա։ Այնտեղից նավարկելով գնացին Անտիոք, որտեղից հանձնված էին Աստծու շնորհներին իրենց կատարած գործի համար։ Եվ երբ եկան ու հավաքեցին եկեղեցին, պատմեցին, թե Աստված նրանց հետ ինչքան բաներ արեց, և թե ինչպես հեթանոսների առաջ հավատի դուռը բացեց, և երկար ժամանակ շրջում էին աշակերտների հետ։